Շնորհակալություն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կատարվել են տեխնիկական եւ ոչ տեխնիկական մի շարք փոփոխություններ, կառավարությունը մի շարք առաջարկներ էր ներկայացրել եւ դրանց հիմնական մասը իմ կողմից ընդունվել է, միակ մասը որ կոմպրոմիսի եկանք եւ կառավարությունը ընդունեց իմ առաջարկը, դա Նավասարդի տոնացույցում ընդգրկելն էր, կլինի օգոստոսի 11-ին եւ ոչ կլինի աշխատանքային օր։ Ամեն դեպքում այդ օրը կարևոր է մենք ունենանք տոնացույցում, որովհետեւ դա հայ ժողովրդի, հայ ազգի ամենաառաջին ոնց որ իրադարձային տոնն է։ Փոփոխություններից նաև նշեմ, որ մենք ունենալու ենք արդեն հատուկ տոնացույցում ընդգրկված մարզերի եւ Երևանի օրեր, որը կնշվի հուսով եմ պատշաճ մակարդակով, այդ հիմնական իմաստը գաղափարը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեկը մյուսին սկսի լավ ճանաչել եւ օրինակ ասենք լոռու օրն է, այդ օրը նշվի ոչ թե Վանաձորում կամ Ստեփանավանում, այլ ամբողջ հանրապետության քաղաքներում կազմակերպվեն միջոցառումներ նվիրված այդ մարզին, ինչը կնպաստի որ մենք վերջապես պետական ազգ դառնալու ճանապարհին եւս մի կարևոր քայլ անենք, որովհետեւ ցավոք սրտի լինելով հին ազգ մենք երկար գրեթե մի ամբողջ հազարամյակ չունենալով պետություն մենք ամփոփվել ենք մեր գյուղերի մեջ, գյուղ առանձնացել, շրջան եւ իմ գաղափարը հիմնական սա է, բայց այստեղ արդեն կարևորը ոնց նշենք, ոչ թե դառնա ինքնանպատակոր եւ կարևորում եմ նաեւ որ մեռելոց օրերը 5 մեռելոց օրերը նույնպես տեղ են գտել մեր տոների հիշատակի մասին օրենքում կարգավորումն էլ կանի կառավարությունը այդ օրը լինի աշխատանքային ոչ աշխատանքային օր ամեն դեպքում երբ որ այդ օրը նշվում է տոնացույցում կա ինքը արդեն դառնում է կարևոր օր, որովհետև պետությունը ոչ միայն մարդու նման է, ոչ միայն պետք է մարմին ունենա, այլ նաև հոգի եւ հոգեվոր տոներ էլ եւ հիշատակի օրեր էլ պետք է ունենանք։ Մնացածը կարծում եմ նայել եք կամ հետո կնայեք այսքանը։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։